Ադրբեջանի նախապայմաններից մեկը Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար մեր երկրի մայրօրենքը փոխելն է։ Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Նիկոլ Փաշինյանին հարցրել են. Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանը պատրաստվում է փոխել իր սահմանադրությունը։ Փաշինյանն էլ հայտնել է, թե հայկական կողմը կարող է ապացուցել, որ Ադրբեջանի նկատմամբ որևիցե տարածքային պահանջ Հայաստանի սահմանադրության մեջ չկա։ Ավելին, Հայաստանում էլ կան որոշ մեկտաբանություններ, որոնց համաձայն տարածքային պահանջներ կան Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն ինչու մենք առաջ չենք քաշում այդ հարցը, որովհետև խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստում, որը նախաստորագրվել է Վաշինգտոնում, բոլոր այդ հարցերին անդրադարձ կա։ Այդ համաձայնագրի առաջին հոդվածում դրույթ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հաշվի առնելով, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ ապագայում։ Փաշինյանի ձևակերպմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո այն կուղարկվի սահմանադրական դատարան։ Եվ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ այն ամբողջությամբ համապատասխանում է երկրի մայրօրենքին, ապա ըստ Փաշինյանի չի կարող խոչընդոտ լինել այն վավերացնելու առումով։ Մեր սահմանադրության համաձայն այն կստանա բարձրագույն իրավական ուժ մեր երկրում։ Ես հրապարակավ ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Իդեպ քննարկմանը ներկա էր նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը։ Բարիգալուս Գերմանիա, Mr. Prime Minister, welcome to Germany. Փաշինյանին հայերեն ողջունելուց հետո Նասիմի Աղայևը հայտնել է, թե տարածաշրջանում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ, որոնք ըստ ադրբեջանցի դեսպանի դժվար էր պատկերացնել տարիներ առաջ։ The constitution, we hope that will also. Սա ամենակայուն ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք։ Ինչ վերաբերում է վերջին խոչընդոտին կապված սահմանադրության հետ, մենք հույս ունենք, որ դա էլ կվերացվի, որպեսզի կարողանանք պաշտոնապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Our Azerbaijani colleagues Երբեմն իմ տպավորությունը գիտեք որն է, որ մեր ադրբեջանցի գործընկերները շատ են ուզում, որ մեր սահմանադրությունը ներառի տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց գիտեք, չկան տարածքային պահանջներ, չունենք տարածքային պահանջներ։ we don't have territorial claims. Սյունիքով անցնող Թրամփի ուղու մասին Փաշինյանը հայտնեց, որ Trip Company հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն կգրանցվի Հայաստանում, որը կիրականացնի Թրամփի ուղի նախագիծը։ Build on that. Թրամփի ուղի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը ունեն լիարժեք ներուժ դառնալու միջին միջանցքի կարևոր բաղադրիչ, ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի միջև անխոչնդոտ կապ։ Քննարկմանը մասնակիցներին հետաքրքրել է նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը։ Փաշինյանը դրա լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։ Հակամարտության մթնոլորտում ըստ Փաշինյանի այդ խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։ Փաշինյանի խոսքով Հայաստանը ընթանում է խաղաղության ամրապնդման ուղղությամբ եւ ըստ նրա ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։